եթե այն պետության առաջին դեմքը խորհրդարանում զբաղված է լկտի ցինիկությամբ, չի կարող այդ միջավայրում դպրոցներում լինի պետական քաղաքականություն, բարոյական արժեքներ եւ ինստիտուտների նկատմամբ հարգանք, ամբողջական մեր հասարակությունը հիվանդության, պարտության, հուսահատության ռեժիմում է եւ իշխանության քաղաքական մեծամասնությունը ամենօրյա ռեժիմով սնում այդ պարտությունը, հուսահատված, դատապարտված, անղեկ մի հասարակության ենք վերածվել եւ բնականաբար տեսեք կենցաղային հանցագործությունների աճ, թրաֆիքինգի աճ 333%, պատկերացնում եք, այսինքն բանկային զեղծարարությունը, անզսպվածությունը եւ դու տեսնում ես, որ վերջին դանակահարումը եղել էր ընդամենը ցեխաջրի ժայթկելու կամ ցայտելու պատճառով, հասկանում եք, այնքան են կարմիր գծերը հատված մեր հասարակության մեջ եւ չի կարող քո առաջին դեմքը լինել այդպեսին եւ դպրոցում ունենալ նորմատիվ վարկ, չի լինում, խոսել կրթական բարեփոխումներից բովանդակությունը դեռ թողնում է մի կողմ, չի կարող դպրոցը, մանկապարտեզը, որևէ կոլեկտիվ հանրային առողջության մթնոլորտում լինի, երբ որ երկրում ծաղկում եւ փաթաթվում է այդ բռնության, զազրախոսության, ատելության խոսքի հայհոյախոսությունը